Հայ հանրությունն Ադրբեջանի նախագահի օգնականից առաջին անգամ իմացավ, որ Ադրբեջանից Հայաստան նավթ և նավթամթերք է ներմուծվելու։ Այժմ մեր կողմից քննարկվող ոլորտներից մեկը նավթի և նավթամթերքի արտահանումն է Ադրբեջանից Հայաստան։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Ազատության հետ զրույցում ասել է, դեռ չի ցանկանում փակագծեր բացել և չի կարող նշել, թե երբ է ներկրվելու նավթամթերքի առաջին խմբաքանակը։ Իսկ երբ սպասենք այդ առաջին խմբաքանակը, պարոն Պապոյան։ Չեմ կարող մեկնաբանել։ Ես այս process-ում սիրում եմ արդյունքների ժամանակ նոր խոսել։ Ինչ արդյունքներ կարող են լինել եւ այս գործընթացը երկարատև է լինելու։ Մասնագետները վստահեցնում են, մեծաքանակ ներմուծման եւ շուկայի վրա ազդեցության մասին դեռ շատ վաղ է խոսել։ Սա ինչ-որ մեկ անգամյա ակցիա է, որը որոշակի PR նպատակ ունի, ցույց տալու իբր թե մենք ինչ-որ խաղաղության գործընթացի մեջ ենք եւ այլն, սա նման է հացահատիկի ներկրման, որ հացահատիկ բերին, վերջում պարզվեց, որ կոմբիկ էր էլի անասունների համար։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասում է, հացահատիկի ներկրման մասին իշխանությունը մինչև Հայաստան բերվելը բարձրագոչ հայտարարություններ էր անում, հետո պարզվեց ներմուծումը միանվագ էր։ Դրա համար էլ մինչև հիմա չպարզաբանեցին, արդյոք այդ ծորենը Ադրբեջանով, Վրաստանով, որ մտել է Հայաստան, արդյոք դրա ինքնարժեք ավելի ցածր է, քան Ռուսաստանով, մյուս երկրներից, որ հացահատիկ է գալիս Հայաստան, եւ նույնը այստեղ է լինելու։ Ռուսաստանն այս պահին նավթամթերքի ամենախոշոր ներմուծողն է Հայաստանում, թե ինչպիսին կլինի ադրբեջանական վառելիքի գինը մրցակցային շուկայում հնարավոր երկարատև ներկրման դեպքում, տնտեսագետը մի քանի գործոնների հետ է կապում։ Պատրաստի վառելիքի ներկրման դեպքում դրա վրա ազդում են տարբեր գործոններ՝ հարկային, մաքսային, տրանսպորտային, կազմակերպական, միջնորդային, այսինքն դա ուղղակի վաճառվելու, միջնորդի միջոցով վաճառվելու, այսինքն բազմաթիվ գործոններ են ազդում գերի ձևավորման վրա։ Եվ չեն կարող այս բանը գնահատել, որ ադրբեջանական էժան կստացվի, թե ոչ։ Ուղղակի պետք է արձանագրենք զուտ տրանսպորտի տեսանկյունից ադրբեջանականը ավելի մոտ է գտնվում, քան ռուսականը։ Պարսյանը կարծում է, Ռուսաստանից վառելիք ներկրող խոշոր կազմակերպություններն ապագայում ռիսկերը հաշվի առնելով դժվար թե մտնեն այս գործարքի մեջ։ Այդ ռիսկերը կառաջանան այն դեպքում, երբ հայաստանյան շուկայի 30-ից 40%-ը ադրբեջանական վառելիքով ապահովված լինի։ Այս բանը ընդհանրապես շատ փոքր խմբականակի մասին է խոսքը վերաբերում։ Այլական ռիսկը կարող լինի այն դեպքում, երբ ռուսական կողմը փորձի կանխել այսպես ադրբեջանական վառելիքի մուտքը կամ փորձի որոշակի ազդակներ ուղարկել Հայաստանի իշխանությունները, որ մեզ համար ընդունելի չէ, օրինակ երրորդ խաղացողների մուտքը այս երկրի, որտեղ հիմա Եվրոպայում շատ ուժեղ կռիվ է գնում վառելիքի շուկայի համար։ Մասնագետները մեկ այլ վտանգավոր կողմի նույնպես ուշադրություն են դարձնում նավթային եկամուտների ուղղակի կապը Ադրբեջանի ռազմական բյուջեի հետ։ Ադրբեջանի ռազմական բյուջեն ձևավորվում է հենց նավթի վաճառքից եւ հիմնականում իրաց պետական բյուջեի ամբողջ առույցի բաժինը գալիս է նավթային իրենց հիմնադրամից, որտեղ գումարը գնում է հենց այդ նավթի վաճառքին։ Մինչ իշխանությունը հարևան երկրից վառելիք ներմուծելը ներկայացնում է դրական լույսի ներքո, մասնագետներն ահազանգում են։ Հայտարարել, որ մենք Ադրբեջանից նավթ ենք ներկրում, նշանակում է հայտարարել, որ մենք ֆինանսավորում ենք Ադրբեջանի ռազմական բյուջեն։